Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ Գերագույն խորհրդի падգամավոր Ազատ Արշակյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Արշակյան։ Բարև ձեզ։ Պարոն Արշակյան, մինչ աշխարհը երկրպագուները ուշով հետևում էին աշխարհի գավաթին, Հայաստանում մենք օրը սկսում ենք ամեն օր իրավապահ համակարգի նոր բացահայտումներին ծանոթանալով, այս դեպքում հիմնական թիրախը, եթե կարելի է այդպես ձևակերպել, Գագիկ Ծառուկյանն է, իրադարձությունները Գագիկ Ծառուկյանի շուրջ են։ Նախ ընդհանուր առմամբ ձեր կարծիքով ինչ է կատարվում եւ ինչու այս փուլում Գագիկ Ծառուկյանի շուրջը այս ամբողջը ծավալվում։ Գագիկ Ծառուկյանը հիմա նորաձև բառը օգտագործենք, որովհետև թվում էր, թե ես այդպես էի կարծում, մտածում էի, որ Գագիկ Ծառուկյանը ողջախոհ մարդ է եւ գործարքի կգնա, գործարքի ես ճակերտներ չեմ դնում։ Դրական իմաստով գործարքի կգնա Հայաստանի Հանրապետության հետ, ոչ թե արդարադատության։ Արդարադատության միջոցով, եթե կուզեք, կամ իշխանության միջոցով կգնար գործարքի, այսինքն պետք է ընդուներ, ինքը գիտի, մենք չգիտենք, օրինակ, ես ասեմ, կենտրոն հեռուստատեսությունը։ Դու գիտեք, կենտրոն հեռուստատեսությունը դա A+1-ն է։ Փակված, զրկված, իրավազրկված, ունեզրկված A+1-ը դա կենտրոնն է, օրինակ ինքը պետք է դա հանձներ։ Այսինքն գար ասել, որ ես ինքս չեմ նախաձեռնել, բայց շահել եմ կենտրոն հեռուստատեսությունը, ես շահել եմ, խլել ենք A+-ից, ես դա վերադարձնում եմ, ակցիա եմ անում եւ վերադարձնում եմ փոխհատուցումով։ Ես կուտակել եմ հարստություն, A+-ը վերադարձնում եմ։ Պլյուս դրան նաեւ Նոյան տապանը։ Պատկերացնում եք, ինչ հետաքրքիր ակցիա էր, ես հանձնում եմ, ես գործարք եմ ասում, բայց դա մի քիչ հաշտեցման գործարք։ Այնինքը պետք է գնար հաշտեցման, հաշտվեր Հայաստանի Հանրապետության հետ։ Ինքը այդ տարբերակը ուներ ամեն դեպքում։ Բոլորը ունեն ընտրության հնարավորություն ունեցել է ընտրության հնարավորություն։ Ես համարել եմ իրեն ոչ թե դուրս պրծուկ, գիտեք, մենք հիմա գործարարներ ունենք դուրս պրծուկ, քաղաքական գործիչներ էլ, ես ձեզ դրա մասին չասեմ այսօր, դուրս պրծուկ են, այսինքն ռիսկը չկա։ Ես իրեն համարել եմ գործունյա մարդ, որտեղ իջել է հատակը ու այնտեղից բարձրացել է։ Մտածում եմ, որ կգնար, կհանձներ այն ինչ որ ինքը գիտի, որ իրենը չի։ Հետո մենք էլ կհուշեինք, կասենք, որ էս էլ քոնը չի։ Ուրեմն դա չարեց։ Դատախազությունը իդեպ հուշում է բազմաթիվ հուշաթերթիկ, հա, ասենք, այդ ոչ թե մեղադրական, ասենք, այլ հուշաթերթիկը, ինքը պետք է նախաձեռնող լիներ, կանխարգելող լիներ եւ նմուշային, որպես նմուշ ասել, որ եկեք ծառայենք հայրենիքին, ծառայենք հասարակությանը։ Լավ, ասացիք Հայաստանի Հանրապետության հետ գործարքի չգնաց, բա ինչ գործարքի գնաց Գագիկ Ծառուկյանը։ Ընդհանրապես գործարքի չգնաց, այսինքն ինքը այլ գործարքի կարծում եմ ենթամշակույթ կրողն է, ցավոք սրտի, դա ենթամշակույթ է, այդ քրեա օլիգարխիկ ենթամշակույթի կանոններով ինքը ղեկավարվեց, որը հիմա արդեն ասենք էլի ինքը շանս ունի։ Արտաքին հետ կա այդ ամենում։ Չէ, ինքը ուղղակի գործիք է, այ դա պետք է, ես ինչի եմ ասում, որ ինքը քայլաներ, մենք պետությունը, մենք հասարակությունը, մենք Հայաստանի քաղաքացիներս պետք է ընդառաջ գնայինք, պետք է ասենք, որ ուրեմն մոտենում ենք այս հարցին նվազագույն պատժի ձևերով կամ ասենք ըմբռնումով։ Հաշտությունը, փոխզիջումներ կան, էլի, այսինքն հասարակությունը, քաղաքական իշխանությունը եւ պետությունը արդեն ընդառաջ կգնար, այ շատ կարեւոր է անկախության գաղափարը։ Ես ինչ եմ ասում պետության հետ, որտեղ հիմա ինքը փաստորեն այլ երկրի շահերի ներկայացուցիչն է եւ պաշտպանը։ Ասենք Լուկաշենկոն իր պետությունով, բա մենք Բելոռուս ժողովրդին չի մտածում, բա որ մյուս Բելոռուս ժողովուրդը հայտ ներկայացնի Հայաստանի Հանրապետության, ասում, որ մեր հանցագործը, մեր դիկտատորը այդտեղ գործընկեր ունի։ Ինչեր են արել, մենք չգիտենք,
աջակցում է նա բռնապետին։ Այդ պետությունը դրա համար նա պետք է գա ասի ես հիմա ուրիշ երկրի շահերի ներկայացուցիչ որպես հրաժարվում եմ պաշտպանել այսուհետև այդ երկրի բռնապետի շահերը ես վերադառնում եմ հայրենիք ինքը պետք է վերադառնար հայրենիք ինչ ձևով պետք է վերադառնար իհարկե Բելարուս ուղղակի ինքը շատ է դրանով ժամանակին ընդգծել ուրիշ բառեր չեմ ուզում օգտագործել, հիմա բանտում է ընդգծում էր, որ ինքը այնտեղ նախագահ ընկեր ունի, կոլյան, բան եւ այլն, չես թե տնտեսական գործարքներ ունի, չգիտեմ ինչեր ունի, այնքը պետք է նաեւ ասել, որ ես վերադառնում եմ հայրենիք։ Բայց փաստորեն այդ կապերը, այդ նաև հարաբերությունները այդ արտաքին հետ դրանք ավելի բարձր է դասել, քան Հայաստանի Հանրապետությունը կամ կարող է այնտեղ շատ ավելի շոշափելի արդյունք է ունեցել ինչ-որ ինչը կարող է լինել մոտիվացիան, որ Գիտեք ինչ, մենք բոլորս ամեն օր Շեքսպիրյան բանով չասեմ, էլի ամեն օր լինել չլինելու հարցը լուծում ենք։ Սա լինի, նա չլինի։ Փոխում եմ էլի մի քիչ։ Այսպես թե այնպես մենք անդադ ընտրում ենք ինչ անենք այսօր, ինչ անենք մեր անցյալի հետ։ Այսինքն նա ընտրելու հնարավորություն ունեցել է միշտ։ Նա ընտրել է քրեա օլիգարխիկ համակարգը։ Դա է ընտրել։ Նա ընտրել է հակառակորդի մեր երկրի հակառակորդի հետ դաշնակից լինելը։ Պատկերացնեք կատաստրոֆա է դա, աղետ է։ Ինչ մարդկանցով է շրջապատված եղել Ծառուկյան Գագիկը, որ մարդը համագործակցում է, գործընկերություն է սկսում մեր երկրի թշնամու հետ։ Ուրեմն ինչքան քիչ է եղել հարգանքը հայկական պետության նկատմամբ, իր ծագման նկատմամբ, ինչքան պակաս է եղել, որ հայտարարව արյուն թափված մեր արյան գնով Լուկաշենկոն հպարտանում էր, որ մեր թշնամու բարեկամն է, ուրեմն ինքը դիռաբլուրի առաջ պատասխանատու է, դու մեր թշնամու հետ ինչ գործ ես անում, այս դրա համար եմ ասում, գայիր նախ եւ առաջ հայրենիք վերադառնայր, ասել հայրենիք ինձ ներիր, ներողություն հայրենիք, ես քո թշնամու հետ բարեկամություն եմ արել, իսկ այդ ունեցվածքը դա գործիք է եղել, ես դա ծառայեցնում եմ ձեզ, նախ ինչ որ ապօրինի է վերադարձնում եմ, տիրոջն եմ վերադարձնում, մեր ժողովրդին եմ վերադարձնում, դա վերադարձնում եմ, դա իմը չի, իսկ ինչ որ օրինական է, ինչ որ մնացել է, իմ տաղանդը, իմ շնորհքը, ես ծառայեցնում եմ հայրենիքին, շատ հետաքրքիր նմուշ կլիներ Ծառուկյան Գագիկը, բայց ինքը դա բաց թողեց, այսօր կարող է դա անել, դատարանում դա անի կամ փաստաբանի միջոցով, հիմա իր հարազատների միջոցով անի ասի, որ ես մտածում եմ դա ճիշտ կլինի, դա լավ կլինի, իսկ որ ինքը սկսեց պայքարել իր կարգավիճակի, այսօրվա կարգավիճակի համար, այսինքն թշնամու բարեկամը լինի, մեր թշնամու, մենք ունենք թշնամի, իդեմս այդ ODKB-ի դասալիք ODKB-ի, նա մեր թշնամին է, դասալիքը թշնամի է, նրա բարեկամի կարգավիճակը ինքը պաշտպանելու է, հետո այդ տնտեսական գործունեության մեջ թույլ տված սխալները, դրանք ինքը պաշտպանելու է, այսինքն ինչ է ուզում հաղթել Հայաստանի Հանրապետությանը, պարտության մատնել սպորտով սկսեցիք, այսինքն մեզ պարտության է ուզում մատնել, այդ քրեա օլիգարխ կոչվածները ուզում են հաղթել Հայաստանի Հանրապետությանը, հայ ժողովրդին ուզում են հաղթել, պարտության մատնեն մեզ, ինչը անելու, ինչ պետք է անի։ Նպատակը որն էր հաղթել։ Դա եմ ուզում հասկանալ, ինչ անի, պարտվենք մենք հանձնվենք, ոչնչանանք, լիկվիդացնենք մեր պետությունը։ Մեր պետությունը, բա ինքը որտեղ պետք է իր այդ ապարանքները սարքեր, վայելեր, բա այդ խնամիներ, բարեկամներ, օլիմպիական խաղեր, բա գիտի օլիմպիական խաղը ինչ է նշանակում, օլիմպիականի շեֆն է, չէ, գիտի որ ֆիզկուլտուրան մարզական կյանքը ինչի փոխարեն է, պատերազմի փոխարեն է դա,
Դա հենց հակապատերազմական ակցիա է, որի ինքը բան է անում, չէ։ Ուզում ասել, որ ընտրելու հնարավորություն այսօր ունի, թող ծառայի հայրենիքին եւ հայ ժողովրդին։ Իսկ հետևողականություն կտեսնենք իրավապահ համակարգի կողմից, դատաիրավական համակարգի կողմից, որովհետև շատ դեպքերում օրինակ տեսեք նույն ընտրախախտումների հետ կապված այդ հայտնի ձայնագրությունները հակակոռուպցիոն կոմիտեն մինչև այսօր բացահայտում է, բայց դատական գործ դեռևս չենք տեսել, առաջիկայում պարզ չի կտեսնենք թե չէ։ Այս իմաստով սրանք կլինեն հերթական աղմկահարույց բացահայտումները, ձերբակալությունները, թե նաև շարունակականություն կունենան եւ ինչ է կարծում նաև իրավապահ համակարգի ձեռքերը կհասնեն արդյոք Քոչարյանին, թե այս դեպքում միայն ապօրինի գույքի բռնագանձմամբ կսահմանափակվեն։ Դու գիտեք, անակնկալ է այդ հարցը։ Ես հիմա իսկապես կարող եմ պատասխանել ձեր հարցին։ Ես եթե մի ուրիշ, այսինքն ընդդիմադիր լրագրողին այդ հարցը տար, ես կշփոթվեի, բայց ձեզ ոնց չպատասխանեմ։ Փաստորեն մենք կասկածում ենք, որ մեր իրավապահ համակարգը արդարադատության համակարգ, ասենք, եկեք այդ տերմինն օգտագործենք, արդարադատության համակարգը կապահովի իր գործառույթը, կպաշտպանի մեր հայրենիքը։ Դու գիտեք, ընտրակաշառք, երբ որ ասում են ընտրությունների արդյունքների վրա ապօրինի ազդեցություն, դա նշանակում է երկիրը զավթել, ոչ միայն իշխանությունը, որտեղ այդ հավակնորդները, ընտրության արդյունքները կեղծողները, ընտրակեղծարարները, նրանք անձնական շահը չի միայն, նրանք նաև մեր պետության դեմ են, մեր հայրենիքի դեմ են, նրանք ուրիշի շահերն են, ուրիշ երկրի, օտար երկրի, թշնամի երկրի շահերն են ներկայացնում։ Իրեն շահերից չի բխում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, պետականությունը, որովհետև ասացիք, իրենք դեմ են դրան։ Այս մարդկանց շահերից չի բխում։ Չէ, փաստորեն չի բխում։ Եթե բխեր, իրենք կլինեին հայրենիքի պաշտպան։ Նրանց շահերը չեն համընկնում Հայաստանի Հանրապետության անկախ պետության, ժողովրդավարական պետության շահերի հետ։ Հիմա մեր արդարադատության համակարգը այս դեպքում ձեր հարցի ենթատեքստով ասենք, այս դեպքում ոչ միայն ուղղակի հանցագործության հետ գործ ունի, կեղծարարության հետ, խարդախության հետ։ Դա եւ խարդախություն է, եւ կեղծարարություն է, չէ՞, այլ գործ ունի նաեւ դիվերսիայի հետ քաղաքական, հակապետական գործունեություն է դա։ Հակառակորդին, մեր երկրի հակառակորդին աջակցություն է դա։ Դիվերսիա նկատի ունեք նույն նախընտրական շրջանում այդ։ Այո, իհարկե։ Նախընտրական շրջանում ընտրությունների ժամանակ դա քաղաքական դրանք գործիքներ են, ընտրակեղծիքը, այսինքն ընտրությունների արդյունքները կեղծելը կամ դրա վրա ազդելը, դա ընդամենը գործիք է հայկական պետությունը լուծարելու համար։ Այսինքն Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի նպատակը նրանք գործիքներ ունեն, դա ռեսուրսներն են։ Ռեսուրսների մեջ կան ֆինանսական, տնտեսական, անձնակազմային հայրենակցական միություններ ունեն իրենք եւ դրսի ճնշումը, օրինակ գյուղատնտեսությանը պատերազմ հայտարարելը։ Այսինքն Հայաստանի ինչ որ մասին մեր ամրոց միջնաբերդը, հայության միջնաբերդը մեր պետությունն է։ Այդ միջնաբերդի մի աշտարակը գյուղատնտեսության բաժինը գրոհի է ենթարկվում հակառակորդի կողմից, թշնամու կողմից, այսինքն գրավում են, ոչնչացնում են մեր գյուղատնտեսությունը, դա բարեկամ չի։ Մեր գյուղատնտեսությունը ոչնչացնող պետությունը մեր բարեկամը չի։ Հիմա այդ պետության շահերի ներկայացուցիչը քաղաքացին նույնիսկ, այսինքն անձնագրով, պաշտպորտով մարդը գալիս է եւ ուզում է իշխանությունը վերցնել, այ արդարադատության համակարգը մեր։ Ես չգիտեմ որտեղից ազգային ժողովի հատուկ հանձնաժողովներից սկսենք։ Նրանք պետք է դա նախ եւ առաջ բարձրացնեն, հետո ընտրակեղծիք, հետո ընտրակաշառք, հետո բռնություն, հետո կեղծիք, հետո
խարդախություն, այսինքն նախ եւ առաջ պետությունը հայ ժողովրդի միջնաբերդի նկատմամբ սկսված գրոհը, այսինքն բանալի ունեն, բաց են անում դարպասները, միջնաբերդ են թողնում թշնամուն։ Հիմա մեր արդարադատության համակարգը, դուք ասում եք, ես կարծում եմ, որ նրանք միջնաբերդի զնդանում պետք է լինեին, թույլ տվեք միջնադարյան տերմիններ օգտագործեմ։ Միջնադարյան, եթե մեր երկրի դարպասները թշնամու առաջը բացող կա, ուրեմն նա պետք է զնդանում լինի, փակել նրանց, այ արդարադատության գործը դա է, նախ եւ առաջ դա երկրի անվտանգությունը, ժողովրդավարությունը եւ անկախությունը, ուրեմն հետո նոր ով կլինի պատգամավոր, ով այդ թախտին կնստի պարգևավաճառ կստանա, ինձ չի հետաքրքրում։ Այսինքն նրանց քաղաքական բանավեճը ինձ որպես ներկայացում կարող է հետաքրքրել։ Եթե լավ ներկայացում է, եթե լավ խաղ է, լավ են խաղում, կարելի է նայել։ Եթե լավ չի, դա ինչ գռեհկաբանություն է, անջատում եմ, ֆուտբոլ եմ նայում ես։ Պարոն Արշակյան, իսկ որ Ռուսաստանի Դաշնությունը պարբերաբար վերջին շրջանում սկսել է խոսել, որ Հայաստանում ազատությունների իմաստով շատ վատ իրավիճակ է, ժողովրդավարության հետ քայլ է ըստ իրենց, եւ նաեւ խոսում են այն մասին, որ այստեղ ընդդիմադիրները ճնշված են, Մեդվեդևը ուղիղ էր խոսում Ծառուկյանի մասին։ Սա ինչի մասին է վկայում։ Այս դեպքում էլ միգուցե դաշնակից բարեկամ պետությունը մտահոգված է օրինակ Գագիկ Ծառուկյանի որպիսությամբ եւ Գագիկ Ծառուկյանի ազատություններով, թե սա լրիվ այլ համատեքստում է այս հայտարարությունը, ինչի մասին է այս հայտարարությունը հուշում։ Շատ շերտեր ունի։ Առաջինը նրանք աջակցում են յուրայիններին, դրանով հարվածի տակ են դնում յուրայիններին։ Դա լուստրացիա է։ Իրենց հետախուզին, իրենց շպիոնին, իրենց մեր համար դասալիկ, իրենց ագենտին բացահայտում են։ Անուն ազգանունով դուք ասում եք, նախ մեզ պատերազմ եք հայտարարում, ես ասում եմ օրինակ Սյունիքում տեղի ունեցող վիճակը կամ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, ձախողված փաստաթուղթը, տեսեք չեմ ասում տեքստը չեմ ասում, Մեղրիի մասին բաժինը հանում եմ, Շուշիի մասին բաժինը հանում եմ, ուղղակի ձախողված հանձն եք առել, գրել եք, ստորագրել եք, տվել որպես երաշխավոր։ Այդ չերաշխավորելը դուք մեզ մոլորեցրել եք, այդպես ասեմ, դուք մեզ մոլորեցրեցիք, մի քանի տարի մենք դիմում էինք ձեզ, ասում էինք հետևեք, թող այդ 9 կետը Լաչինի միջանցքը բացարեք Լաչինի միջանցքը, մենք բաց ենք անում Մեղրիի միջանցքը, դուք էլ Լաչինը բացարեք, այսինքն այդ տեքստի հեղինակը, երաշխավորը, եթե դա չի արել, նշանակում մեզ բարեկամ երկիր չի։ Տեսեք, տեքստը ակնհայտորեն թշնամական է, բայց դա թողնում եմ մի կողմ։ Երաշխավորը, անվտանգությունը, մեր անվտանգությունը երաշխավորող պետության ագենտները մեր երկրում։ Դուք պատկերացնում եք, ու ուզում եք ես ասեմ, 1915 թվականի գենոցիդը կազմակերպող պետություններից մեկը։ Ասեք։ 1920 թվականին ռուս-թուրքական հարձակումը հայկական պետության վրա, փաստացի եւ փաստաթղթային, այսինքն ոչնչացնել հայկական պետությունը, հայ ժողովրդին հայտարարել իմպերիալիզմի ծառա, այսինքն հակա ժողովրդական պետություն։ Այսինքն դաշնակցի բարեկամի դիրքից հանդես եկող Ռուսաստանի Դաշնությունը։ Դա բարեկամ չի, լավ, մտավորականության գենոցիդ ջարդ կազմակերպող պետությունը։ Մենք միշտ ասում ենք Բաքունց, չէ, Չարենց, Զաբել Եսայան, մի 10 հոգու անուն ենք տալի։ Բայց տասնյակ հազարներով, ես ասեմ, այսքանի օրը մոդա է, նորաձև է ասում են, Սովետական միությունում աշխատանքից ուշանալու համար 15-20 րոպե 2.5 միլիոն մարդ է դատվել։ Սովետական միությունում, այդ պետությունում 30 թվականից մինչև 53 թիվը 50 միլիոն դատավարություն է եղել, ոչ մի հոգու, բազմաթիվ մարդիկ են եղել, այդքան մենք դա արել ենք, մեզ դա մեր վրա ազդել է, տասնյակ հազարներով մեզ տարել են լեսոպավալ, ծառ ենք կտրել տայգայում,
մեր երիտասարդությանը տարել են։ Մեր սպայական անձնակազմը 1300 հոգի գնդակահարվել է Ռոստովում, այստեղից հավաքել, տարել գնդակահարել են։ Այդ բարքերն են ուզում վերադարձնել։ Հիմա դա են ուզում վեր, ես այն որ ասում են սովետական միությունը, ես ասում եմ սովետական միությունում աշխատանքից ուշանալու համար 2.5 միլիոն մարդ դատվել է 10 տարում, 10 տարում ընդամենը, 50 միլիոն դատավարություն է եղել, դրանք բոլորը հանքերում, տայգայում, տունդրայում ծանր աշխատանքներ են, գուլագում չեմ ասում ուղղակի մեր երիտասարդության, բայց շիրկանալը, որ փորել են Ստալինյան ջրանցքը, որ փորել են, դա գիտեք կոռուբահրա է եղել, ամեն ընտանիքի վրա դրել են 10 մետր կփորեք, չփորեցիք Սիբիր եք գնում։ Հիմա ես ուզում եմ ասել ոչ բարեկամ պետությունը բացահայտում է իր շահերի պաշտպանների անուն ազգանունով մեզ էլ սպառնում է, ասում է, ուրեմն ես դիվերսանտներ ունեմ ձեր երկրում, ձեր երկիրը քանդող, տնտեսությունը քանդող, ամեն ինչը քանդող մարդկանց ես պաշտպանում եմ, չպատժեք։ Այլապես պատերազմ սկսեմ դեր դեմ ու ասում են չպաշտպանվեք, զենք չհայթայթեք, բանակաշինությունով չզբաղվեք, դաշնակիցներ չփնտրեք, հանգարց ուրիշի չդիմեք։ Ես ձեզ ասեմ որպես գաղտնիք, հայկական պետության գոյությունը Ռուսաստանի շնորհիվ չի։ Հայկական պետության գոյությունը անընդհատ է եղել, այդ գաղափարը, որ հայերը պետություն պետք է ունենան, դա անընդհատ եղել է, ու մի քանի անգամ, առիթից օգտվեմ, ասեմ, եթե ժամանակ ունենք, 1911 թվականին Իտալիան պատերազմ է սկսել Թուրքիայի դեմ, թուրք-իտալական պատերազմը, այդ թվում հայկական պետության համար, Իտալիան, 1911 թվականին, 1871 թվականին Հունգարիան, Ավստրո-Հունգարիան օրակարգ է մտցնում Բերլինի կոնգրեսում հայկական պետությունը, Արևմտյան Հայաստանում, Տաճկա Հայաստանում հայկական պետություն ստեղծելու հարցը, օրակարգ, որ հայերը պետք է պետություն ունենան։ Ռուսաստանը հանում է օրակարգից, ասում է հայերը պետություն պետք է չունենան։ Չպետք է ունենան պետություն։ Իրենք ընդհանրապես Հայաստան մտել են, Երևանի խանություն մտել են հայկական պետությունը ստեղծելու պատրվակով, ասեմ, պարտավորությունով մտել են, որ հայկական պետություն դա հանձնարարություն է եղել, արևմուտքի հանձնարարությունն է։ Տեսեք, էլի օրինակներ կան բազմաթիվ, երբ որ Ռուսաստանը մերժել է հայկական պետության գոյությունը, այս Հայաստանը, որ կա 30,000 քառակուսի կիլոմետրը, դա հենց այն պնդումն էր Ամերիկայի Միացյալ Նահանգների, Արևմուտքի, որ հայերը պետք է պետություն ունենան, իրենց մոտ դա կա։ Այսօր Արևմուտքի սեղանին դրված է, որ հայերը ունեն պետություն, հայերը պետք է ունենան պետություն, անկախ նրանից Թուրքիան, Պարսկաստանը, հիմա Իրանը, Ռուսաստանը դա ուզում է թե չէ, իրենց օրակարգում կա, իրենք դա ճանաչում են։ Պարոն Արշակյան, իսկ քանի որ խորհրդային շրջանից խոսեցիք, այդ տարիներից խոսեցիք եւ անկախությանը եկանք, այնուամենայնիվ մենք անկախացել ենք, լիարժեք անկախացել ենք, թե կիսով չափ ենք անկախացել։ Այսօր մենք կարող ենք համարվել անկախ պետություն, հաշվի առնելով այդ նույն կախվածությունները Ռուսաստանի Դաշնությունից, երկաթուղու մասով, օրինակները շատ են։ Այսօր մենք կարող ենք մեզ անկախ համարել, եւ ինչու է Ռուսաստանը մեր հետ խոսում ոչ թե պետության հետ, այ այդ պրովինցիայի, վասալի, գուբերնիայի, ինչու է այդ ընկալումը կա։ Օրինակ նույն վերաբերմունքը չկա Ադրբեջանի նկատմամբ, որքան էլ որ Ալիևը կոշտ խոսույթով հանդես գա, Ռուսաստանի Դաշնությունից մենք շատ փափուկ հայտարարություններ ենք լսում, որ թեև համաձայն չեն Ալիևի մտքերի հետ, բայց դա չի խանգարում երկկողմ հարաբերություններին։ Հիմա ինչու Հայաստանին չեն վերաբերվում այդ կերպ։ Ինչու Հայաստանին չեն ուզում ընկալել որպես ազատ, ինքնիշխան, որպես պետություն։ Երբեմն այնպիսի հարցադրումներ են անում, թե օրինակ Զելենսկին ինչ գործ ուներ Երևանում, ինչու նման հայտարարություններ արեց։ Ինչու կա այս վերաբերմունքը եւ արդյոք մենք անկախացել ենք, թե այդ ճանապարհին ենք։ Երկու պատճառ կա այդ վերաբերմունքի։ Առաջինը, որ Հայաստանը իրոք շատ կարևոր է։
Ռուսաստանի համար եւ Արևմուտքի համար։ Այդ մրցակիցներ են Արևմուտքը եւ Ռուսաստանը։ Այ Ռուսաստանի համար կարեւոր է, որ ինքը կորցնում է այդ կարեւոր աշխարհագրական, մարդասիրական, քաղաքական գործոնը, ռեսուրսը։ Այ հայկականությունը ռեսուրս է, Արևմուտքը եւ Ռուսաստանը պայքարում են այդ ռեսուրսի համար։ Դրա համար մեծ ջանքեր է թափում այդ ռեսուրսը չկորցնելու համար։ Երկրորդը իրենք պրոպագանդիստական նպատակներով մեզ ընկճելու, մեզ նվաստացնելու, հնազանդ դարձնելու նպատակով ստեղծել են հայի կերպար։ Այդ Խաչիկյանները Միմինո ֆիլմի երկուսն էլ ցածր պրոբ էին, գիտնականն էլ էր ցածր պրոբ, վարորդն էլ էր ցածր, որտեղ օթաչուն էր գլխավոր հերոսը, այն 3 հոգին էին, սլավոններն էին գլխավոր հերոսը այդ կինոյի մեջ, իսկ այդ Միմինոն շոֆերը էլի, լավ, բարի, հնարամիտ, խորամանկ, այսինքն իրենք ստեղծել են Միմինոյի կերպարը, ու հիմա իրենց ստեղծած կերպարին իրենք սկսել են հավատալ, իրենք պատկերացնում են, թե հայերին կարելի է մատ թափտալ եւ հայերը կհանձնվեն, կարելի է բղավել հայերի վրա, հայերը կհանձնվեն մեծ նպատակի համար։ Տեսեք, հայկականությունը կարևոր է, դրա համար պայքարում են, Արևմուտքում լուրջ տերեր ունի հայկականությունը, դա կարևոր է։ Իսկ այստեղ այդ կարևոր ծրագրի համար կա մի անարժան Միմինո։ Անարժան մեկը, ինչ որ արմյաշկա։ Այդ արմյաշկայի վրա հարկոր մի հատ լավ բղավել։ Մի հատ ատու ես ասում ու հանձնվում է հայ, իրենք ստեղծել են այդ կերպարը ու հիմա չեն հասկանում, այս կռվեցին 44 օր, 3 օր ջերմուկում կռվեցին, հիմա հեղափոխություն են անում, չեն ենթարկվում, եկան այնտեղ իմպերատրի մոտ, այդ բռնապետի մոտ, ասեց մեր մոտ ժողովրդավարություն է։ Ձեր նման չենք, Նիկոլ Փաշինյանը ասացի, այդ բանը կորիզը դա էր ասեց, մի խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին, մենք ուրիշ ենք։ Իրենք չգիտեն, որ մենք ուրիշ ենք, կդիմադրենք, կպայքարենք, մանավանդ այս վերջերս հեղափոխությունից հետո եւ Եվրաքվեից հետո Այսինքն մենք անկախացման ճանապարհին ենք ու դիմադրում են, չի ուզում հանձնել, կարևոր է Հայաստանը, այստեղ ես կուզեի դրա վրա ուշադրություն դարձնենք, այնքան կարևոր է, որ այդքան ցածր պրոբի զենք են օգտագործում մեր դեմ, այդքան ցածր պրոբի, պատկերացնում եք, իրենց պատասխանատուները էթնիկ հայերը, տեսեք ինչ լեզվով են խոսում, ազգանունները, որ հայ է կամ էլ շուռ տված, որ ազգանունն էլ հայի չի, բան նրանց են ատու, որ ասած են քսի, ատու, հայերին կծեք, գզեք հայերին, հիմա տեսեք այդ մակարդակով պայքար է գնում հայկական պետության դեմ, նշանակում է մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, մենք հաջողություն ունենք, այդ հաջողությունը նրանց վշտացրել է, ցավ է պատճառում։ Պայքար նկատի ունեք այդ հիբրիդային հարձակումները, հայտարարությունները Դրանք հիբրիդային չեն, ո՞նց են հիբրիդային։ Արցախը տարան դա հիբրիդային է, դա հիբրիդային չի, դա իրենց հնարավորության սահմանն է, հենց այդքան, հենց դա կարող են անել։ Օրինակ Սյունիքը չեն կարողանում տանել։ Հիմա այդ տրիպը ամերիկացիներն էլ դրոշ են բերել տեղ դրել, մի 10 հոգել, թե 20 հոգել հեռադիտակով եվրոպացի եկել, այդ դրան չեն կարողանում հաղթահարել։ Եթե մենք հանձնենք, նրանք կվերցնեն, մենք չենք հանձնում, ուզում ասում հիբրիդային չի, դա իսկական է, բա որ գյուղատնտեսություն, բա երկաթուղիների այդ վիճակը, բա այս ընտրությունների մասնակցությունը, բա Սամվել Կարապետյանի մասնակցությունը օտար երկրացին եկել ասում է, որ ես այս կալվածքում ուզում եմ կալվածատեր լինել, պամեստյե, իլի պրիուսած բայ է, էլի իրանց համար Հայաստանը, նվաստացնում են մեզ, դուք ով եք, որ կալվածք եք համարում Հայաստանը, ես ուզում եմ ասել ուժները չի պատում, եթե ուժները պատի, նրանք իրենց տանկերը կուղարկեն, ռումբերը կուղարկեն, սվինները կուղարկեն, սապոկներով կգան, ուժները չի պատում, դա հիբրիդային չի, դա իսկական պատերազմ է։ Շնորհակալ եմ, պարոն Աշակյան։ Շնորհակալություն հրավերի համար։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Աշակյանն էր, կհանդիպենք։